Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Փաստորաթերթը գրում է. Սահմանադրական դատարանը վերսկսել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը եւ 10 օրից ավելի է գտնվում է խորհրդակցական սենյակում։ Փաստը 3 դիմեց ՍԴ հանրային կապերի բաժին տեղեկանալու կան տեղեկություններ, թե երբ կհրապարակվի որոշումը։ Մեզ տեղեկացրեցին, որ դեռևս նորություն չկա եւ հստակ ժամկետ նշել չեն կարող։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Արտիքի համայնքապետ Անանիկ Ոսկանյանի վերջին գնումները մեկը մյուսից ուշագրավ են։ Համայնքապետարանը համաձայն ՀՀ պետական գնումների կայքի Շիրակի մարզի Արտիք համայնքի կարիքների համար մարտի 21-ին 1.848.000 դրամ արժողությամբ շերտավարագույրներ է ձեռք բերել։ Վարագույրների ընդհանուր քանակը եղել է 210, իսկ մեկ հատի արժեքը կազմել է 8800 դրամ։ Հրապարակ օրաթերթը գրում է. Պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ ոչխարների շինծու գործի ճարտարապետներից մեկը Սլամիկ Կամավոսյանը պարզում է Արմավիրի ԿՊԱ մարզպետ Արգիշտի Մեխակյանի հորաքրոջ ամուսինն է։ Մինչ 2018 թվականը նա մոտ 20 տարի Արագած համայնքում գյուղապետ է եղել։ Ջերմ կապեր է ունեցել Մանվել Գրիգորյանի եւ մանվելականների հետ։ Նախկինում նրա անունը եւս շրջանառվել է աղմկահարույց պատմություններում։ Իշխանափոխությունից հետո ներկայիս մարզպետի նախկինում ԿՊԱ պատգամավոր Մեխակյանի շնորհիվ էլ անգոր չի մնացել, զբաղեցրել է Էջմիածնի Ջոյի պետի տեղակալի պաշտոնը։ Փաստորաթերթը գրում է. Դժվար է ասել պետական մակարդակով որևէ միջոցառում մայիսի 9-ին կլինի թե ոչ, իդեպ կան խոսակցություններ, որ իշխանությունները քննարկում են համապատասխան օրենքում փոփոխություններ անել եւ այդ օրը սկզբի համար դարձնել աշխատանքային։ Փոխարենը մայիսի 9-ին հայրենական մեծ պատերազմ տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ կլինի հուշ երթ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի տեղեկությունների համաձայն 3 երեկոյան իշխանության քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը խորհրդարանում ի թիվս այլ հարցերի քննարկել է նաև ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարկը ուսումնասիրող էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը։ Օրաթերթի ԿՊԱ աղբյուրները փոխանցում են, որ Անդրանիկ Քոչարյանը խնդրել է իրեն վերաբերվող հարցը հանել օրակարգից, չքննարկել խմբակցության ձևաչափով եւ խոստացել է, որ առաջիկա օրերին ինքը կզրուցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո նոր կարող են խմբակցության գործընկերները իր հարցը դնել քննարկման։ Հրապարակ օրաթերթը գրում է. Այսօր արցախցիների կոնսուլտացիաների վերջնաժամկետն է, հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպումից հետո, երբ պարզեցին, որ կառավարությունը չի պատրաստվում արցախցիների պահանջները կատարել, արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարեց, որ քաղաքական հասարակական շրջանակների հետ կոնսուլտացիաներ են սկսում, որից հետո կհրապարակեն իրենց անելիքների ճանապարհային քարտեզ։ Տեղեկություններ կան, որ խորհուրդն այսօր կհայտարարի մեծ հանրահավաքի մասին։ Հրապարակ օրաթերթը գրում է. Մարտի 17-ից Սրբազան շարժումը սկսել է ստորագրահավաք, չեմ վստահում Նիկոլ Փաշինյանին։ Սկզբում նախաձեռնողները եւ Սրբազանը չէին բացառում, որ սա կարող է հերթական օրենսդրական նախագծի մեկտար կդառնալ եւ իշխանափոխության տանել։ Հիմա ասում են, որ կրում է սիմվոլիկ բնույթ, աշխարհին ցույց տալու, որ հայ ժողովուրդը չի վստահում Փաշինյանի իշխանությանը։ Հրապարակ թերթը գրում է. Փաշինյանը Սյունիք այցի ընթացքում ջերմ ընդունելության է արժանացել երբեմնի ընդդիմադիր համայնքապետերի կողմից, թե Կապանի ղեկավար Գևորգ Փարսյանը, թե Գորիսի համայնքապետ Արուշ Արուշյանը, թե Քաջարյանի Մանվել Փարամազյանը սկզբից մինչև վերջ ուղեկցել են վարչապետին, իսկ ուրբաթ օրը երեկոյան Կապանի Քարավան ռեստորանում մասնակցել ճաշկերույթի, որին ներկայ են եղել նաև մարզպետը, տեղակալները, Սյունեցի ԿՊԱ պատգամավորները, համայնքապետերը, ռեստորանում մնացել են մինչև ուշ գիշեր, ապա վարչապետին ճանապարհել մեղրի։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ԿՊ-ն փորձելու է խոչընդոտել Վարդան Ղուկասյանի աշխատանքը որպես Գյումրու քաղաքապետ, տապալելով նրա որոշումները։ Օրաթերթի տեղեկությունների համաձայն, չնայած արդեն որոշված է, որ ապրիլի 16-ին հավաքանու ընդդիմադիր անդամները Գյումրու համայնքապետ կընտրեն Վարդան Ղուկասյանին, բայց կարծես թե ԿՊ-ն էլ իր սեփական պլաններն ունի։ Ըստ մեր տեղեկությունների, ԿՊԱ-ականները, որոնք 14 մանդատ են ստացել, Գյումրու համայնքապետի ընտրություններից հետո փորձելու են ամեն բան անել, որպեսզի տապալեն Վարդան Ղուկասյանի պաշտոնավարումը որպես քաղաքապետ։ Ամեն ինչ արվելու է, որպեսզի հավաքանին որևէ որոշման համար քվորում չունենա, քաղաքի կառավարումը փաստացի տապալվի։